քո ամենավատ ժամադրությունն է։ Շատ հնդալու է։ Դավայ։ Երբեմնի երիտասարդի հետ գնում ենք ժամադրության, երբեմնի երիտասարդի։ Այսինքն հիմա երիտասարդ չի։ Այն ժամանակ էլ ասում երիտասարդ չէր, հիմա հատկապես։ Նախ սկսենք այն, որ սաղ red flag-ը, աչու ձախ։ Այստեղ են նստեց, սենց նստած տեղից նս թեքվել ծամանով։ Ախպերը, մեզ մի հատ, հաշիվը մեզ մի հատ, ու սենց բաներ անում։ Այստեղ ինչ-որ տենց մուննատ-զուննատներով եկավ մատուցողը կանգնեց, սենց յաղք դեմքով են տղում վրա նայելով, ինչ եք ուզում, ես իրա պատվերը տվեց, ֆրած, դուք ինչ կցանկանաք, կինո է էլի, անգիլի ձեման։ Մի խոսքով սկսեցինք խոսել, որտեղ ես եղել, ես իրան պատմեմ, ասում եմ, դե այս տարի եղել եմ Իսպանիայում, հետո մի քանի ամիս անց գնացի Հունաստան, սենց այս, ոնց թե տարին 2 անգամ ես հանգստանում, ասի չէ, դե այս անգամն են ստացվեց, որ ով է տեսել մարդ տարին 2 անգամ հանգստանում։ Բաբա իմասին իմանալ, բաբա փշե չի հանգստանում։ Կասես իրական ես գամ մատով քեզ կպտել։ Որ շոկային է, չգիտես ինչ ասես։ Հետո բադու տարածքային որտեղ ես ապրում, ոնց այդտեղ ես էլ եմ այդտեղ ապրում, որ ասում է Արմենիացից սիկակնապյուծը друг не узнают, պարզվեց մենք շատ մոտ դրնկից հարևաններ ենք, չէ շատ մոտ, ամեն ինչ ավարտվեց նրան, սենց ամ, կարգին աղջիկ ես սերևում, հերս քեզ կսիրի, բա ասում է, չես մեր տուն հեչ գալի գնում, էդ էլ որ ասեց, համբերության բաժակը լուծվեց, հեռախոսը վերցնեցի, ընկերուս գրեցի, զանգի հենց հիմայից, զանգեց, ասի ոնց, հա, եղավ, դե, ասի կներես էլի, ոնց որ նենց է ստացվել, բայց որ պատկերացնես, այդ ամեն ինչը տևել է 15 րոպե, ընդամենը։